Կիևն այսօր արթնացել է օդային տագնապի ազդանշաններից։ Ռուսական հրթիռների զանգվածային հարձակումը ճնշելու համար հակաօդային պաշտպանությունն անդադար աշխատել է։ Ուկրաինայի մայրաքաղաքում ըստ քաղաքապետի 5 մարդ զոհվել է, 11-ը վիրավորվել, 1 հղի կին ու 1 տղամարդ ծայրահեղ ծանր վիճակում են։ 1 բնակելի շենք է վնասվել Կիևի Դնիպրովսկի թաղամասում, 1 բարձրահարկ Պոդիլ թաղամասում է հրդեհվել։ Սա միտումնավոր հաշվարկված հարձակում էր, որի նպատակն էր առավելագույն վնաս հասցնել մարդկանց եւ քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Միայն Կիևում տասնյակ բնակելի շենքեր են վնասվել։ Ադրբեջանի դեսպանատունը նույնպես հարված է ստացել Իսկանդեր հրթիռի բեկորներից։ Հարձակման հիմնական թիրախը Կիևն էր։ Հարվածներ են հասցվել նաեւ Կիևի, Խարկովի եւ Օդեսայի մարզերին։ Գրեթե 2 շաբաթ առաջ էին վերջին անգամ ռուսները հարվածել Կիևին։ Այն ժամանակվանից Կիևի մեծ մասը խավարի ու ցրտի մեջ է։ Ջեռուցման ու էներգետիկ համակարգներն էին վնասվել։ Ռազմաճակատում էլ Ուկրաինայի գործերը լավ չեն։ Ռուսական կողմը գրեթե ամեն օր ուկրաինական մի նոր տարածք գրավելու մասին է հայտնում։ Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության, ռուսները մտել են Խարկովի մարզի մոտ գտնվող Սինելնիկովեն եւ Դնեպրոպետրովսկի մարզի Դանիլիվկա գյուղեր։ Երկրի արևելքում դիրքեր կորցրած Զելենսկին մի լուսանկար է հրապարակել հարավ-արևելքից։ Նա Զապորոժիեի շրջան է գնացել, որտեղ տեղակայված է 17-րդ բանակային կորպուսը։ Տեսակցել զինվորներին, վիրավորներին։ Նկարներին կից գրություն է թողել, հայտնելով Զապորոժիեի Օրիխով քաղաքի մոտակայքում դժվար իրավիճակի մասին։ Ինտենսիվ փողոցային մարտեր են Կուպյանսկում։ Այսօր մենք ավարտեցինք Սենկովսկայա փողոցից արևել գտնվող անտառապատ տարածքը Ուկրաինայի զինված ուժերի զինյալներից մաքրելու առաջադրանքը։ Մաքրեցինք նաև Պրիսկոլնայա փողոցը։ Այն ամբողջությամբ մեր վերահսկողության տակ է։ Մարտերի ընթացքում մենք մինչև 10 զինյալ ենք սպանել։ Թշնամին շարունակում է նահանջել գետի երկայնքով։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Սիրսկին պնդում է, թե սուտ են ասում ռուսները, որ Պոկրովսկում են։ Ավելին, ուկրաինական բանակն այնքան արդյունավետ է գործում, որ զգալի կորուստներ է հասցրել հակառակորդին։ Մինչդեռ Զելենսկին չի թաքցնում, որ իրավիճակը ծանր է եւ ինքը դեմ չէ, եթե ուկրաինական զորքը տեղի հրամանատարների որոշմամբ դուրս բերվի Պոկրովսկից։ Իրավիճակը լարված է մնում նաեւ Ղրիմում։ Ուկրաինան հայտնում է, որ թերակղզու ռուսական նավթային տերմինալին տեղական արտադրության զենքերով են հարվածել։ Ուկրաինական ֆլամինգոները ըստ Կիևի մինչև 3000 կիլոմետր հեռավորությամբ թռչող թևավոր հրթիռներ են։ Ռազմական փորձագետների գնահատմամբ աշխարհի ամենամեծ այս հրթիռներից յուրաքանչյուրը կարող է մինչև 1150 կիլոգրամ մարտագլխիկ կրել։ Ուկրաինայում արտադրված հրթիռը մարտադաշտ դուրս բերելով Զելենսկին փորձում է ցույց տալ, որ այլընտրանք ունի ամերիկյան տոմահավքներին։ Մարիամ Ամերջանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։